Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Օրերս Հայաստանի ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ փոքր եւ միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով քննարկում։ Մասնավորապես քննարկվում էր հարկային օրենսգրքում փոփոխությունները, որոնցով շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից հասցվել է 10-ի։ Քննարկումներն ընթանում էին փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների եւ ազգային ժողովի падգամավորների մասնակցությամբ։ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները ենթադրում են մասնագիտական գործունեության առանձին ոլորտների հարկային ռեժիմի փոփոխություն, դրանք փոխանցելով ավելացված արժեքի հարկի եւ եկամտահարկի համակարգին։ Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում Հայաստանի պետական բյուջետ տարեկան լրացուցիչ մուտքագրվելու է մոտ 13 միլիարդ դրամ։ 25 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն 115 միլիոն դրամից պակաս տարեկան շրջանառություն ունեցող փոքր եւ միջին ձեռնարկությունները ապրանքների ծառայությունների փաստաթղթային չլինելու դեպքում կվճարեն 10% շրջանառության հարկի, փաստաթղթային լինելու դեպքում հարկի դրույքաչափը 1.5%-ից կնվազի շրջանառության 1%-ի։ Փորձագիտական հանրության ու բիզնեսի ներկայացուցիչները եկել են միանշանակ եզրակացության այս փոփոխությունները միայն կհանգեցնեն մատուցվող ծառայությունների, հաշվապահներ, իրավաբաններ եւ որոշ այլ կատեգորիաների արժեքի մինչեւ 40%-ով բարձրացման եւ այդ բեռը ուղղակիորեն ընկնելու է քաղաքացիների ուսերին։ Վերջերս Մանթաշյանց գործարանների միության նախագահ Վահրամ Միրաքյանը հայտարարել է, որ հայկական բիզնեսներն իրենց ժամանակի մոտ 30%-ը ծախսում են ոչ թե բիզնեսի զարգացման, այլ քաշքշուկների վրա։ Այս կապակցությամբ նա ասել է, վերջերս բիզնեսի համար խորհրդատվություն տրեյնինգներ իրականացնող մի եվրոպական ընկերության հիմնադիր էր եկել Մանթաշյանց ակումբի հյուր, որ աշխատում է ռուսախոս, ամերիկյան եւ ասիական Չինաստան, Թայլանդ եւ այլն շուկաների հետ։ Նրանք խորհրդատվություն էին տվել նաեւ մոտ 50 հայաստանյան ընկերությունների, երբ հարցրեցինք, թե ինչ տարբերություն կա ամերիկյան, չինական եւ հետխորհրդային տարածաշրջանների բիզնեսների միջև, մեր հյուրը ասաց, որ ի տարբերություն ամերիկյան կամ չինական ընկերությունների, հետխորհրդային բիզնեսները, այդ թվում հայկական, իրենց ժամանակի մոտ 30%-ը ծախսում են ոչ թե բիզնեսի զարգացման, արժեք ստեղծելու այլ պետության հարկայինի հետ քաշքշուկների վրա։ Պատկերացնում եք, մեզ մոտ բիզնեսները ստիպված են իրենց ժամանակի 30%-ը ծախսել հարկայինի կամ պետական կառույցի հետ հաղորդակցության վրա։ Հետևաբար արդեն 30%-ով ավելի քիչ մրցունակ ենք։ Հայաստանում վերջին 1-2 տարիներին իրավիճակն ավելի է վատացել։ Պատմականորեն 30 տարի Հայաստանի հարկային օրենսդրությունն այնպես է գրվել, որ ցանկացած պահի ցանկացած բիզնեսի վրա հնարավոր լինի խնդիրներ գտնել։ Այդ խնդիրներ գտնելը հարկային համակարգի շահութաբերության հիմնական մեխանիզմներ, հետևաբար պետության պետք չէր այնպիսի հարկային համակարգ, որտեղ բիզնեսը մաքուր կաշխատի։ Հարկայինը գտնում էր խնդիրները, ստիպում էր բիզնեսին վճարել ու թեման փակում էր։ Հիմա այդ վատ օրենսդրական համակարգը հիմնականում մնացել է, որոշ տեղերում էլ ավելի է վատթարացել, պարզապես նախորդ ժամանակների պես օրենքից դուրս հարցեր լուծելը բարդացել է եւ համեմատաբար նվազել։ Արդյունքում հարկային համակարգը իր օրենսդրական կարգավորումներով հարկայինի ամեն քայլին քրեական գործերով վախեցնելու վարկով մի մեծ մահակ է դարձել, որը խրված է հայկական բիզնեսի անիվների արանքում եւ բիզնեսին պահում է վախի մթնոլորտում։ Իսկ կարող է վախի մթնոլորտում բիզնեսը ընդհանրապես զարգանալ, իհարկե ոչ։ Եվ այս պահին զրուցելու եմ Էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանի հետ։ Պարոն Ալեքսանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Եվ սկսենք շահութահարկից, պարոն Ալեքսանյան, մենք տեսնում ենք վերջերս խորհրդարանում այդպիսի մի քննարկում էր կազմակերպել ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, շատերի գնահատմամբ տեղի ունեցավ այս փոփոխությունը, մասնավորապես շրջանառության հարկի բարձրացումը մինչև 10%-ի հանգեցնելու է փոքր եւ միջին ձեռնարկությունների փակմանը շատ դեպքերում, այսինքն ոլորտը ակնհայտորեն տուժելու է, նախ ձեր գնահատականը որքանով են հիմնավոր այս փոփոխությունները եւ որքանով անհիմն, համեցեք։
Ես մեկ անգամ շնորհակալություն եմ ձեզ ասել ձեր լրատվական աշխատանքի մեջ ժամանակ առ ժամանակ անդրադառնում եք տնտեսական կարևոր եզրույթներին, որը շատ կարևոր է, որովհետև դուք շատ լավ բան ասացիք, հիմնավորումներ։ Իրենց հիմնավորումների հետ մենք ծանոթ չենք, որովհետև իրենք բաց չեն խոսում դրա մասին, հա, ու բայց անուղղակի կարող ենք հասկանալ, որ հիմնավորումը մեկումն է, հա, ավելացնել դեպի բյուջե մուտքերը։ Ով չի ուզում, որ մեր երկիրը ավելի հարուստ լինի։ Ու տպավորություն է ստեղծվում, որ գործարարները դարձել են այն բոբոները, որ չեն ուզում իրանց միլիոններից մի քիչ էլ ավելացնեն, որպեսզի սոցիալական եւ այլ խնդիրներ լուծվեն։ Դե հիմա եկեք ասում եմ դրա մի հատ ուրիշ կողմից գանք։ Նայենք վերջին 3 տարվա Հայաստանի ուրեմն բյուջեի կատարողականները, կապիտալ ծախսերը, սոցիալական կտորները։ Իրենք պատշաճ են կատարված։ Ոչ։ Առելի մեծ քանակությամբ գումարներ, նախ պրոյեկտներ չեն իրականացվել, երկրորդ կարևոր կտորը, հա, ենթակառուցվածքների տեսանկյունից չի ստեղծվել մի միջավայր, որ հենց ենթակառուցվածքները եւ փոփոխությունները կառավարության երկրին բերեն կայուն տնտեսական աճ։ Այն ինչը որ կատարվում է սպեկուլյատիվ ձևով, հա, պայմանական ինչ-որ միտեղ մի հատ ինչ-որ ռազմական իրադարձություն է ստեղծվում։ Հատկապես վերջին տարիներին ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, այսպես ասած ձեռքբերված հարաբերություններ։ Մենք կարող ենք գնանք ասենք այն կոնֆլիկտը, որ կա ռուս-ուկրաինական ու բերեց այն հետքերը, դա պլանավորված էր, ծրագրավորված էր մեր կառավարության կողմից։ Ոչ։ Հիմա նույն բանը ինչ-որ սպասումներ կան վատ իմաստով, հա, տենդենսներ կան աշխարհում Իրանի ուղղությամբ։ Հիմա իր հերթին եւս դա ազդել է մեր տնտեսության վրա։ Մենք գոնե ռիսկերը հաշվարկել ենք այդ տեսանկյունից ու ինչն ամենակարևորը, ով գործարարը մի հատ եկեք այդտեղ մի հատ հստակ հասկանանք, հա, հավելյալ արժեք ստեղծող մարդը հասարակության մեջ գործարարն է ու գործարարն է ձևավորում այն հարկային բազան։ Հիմա երբ որ մենք ասում ենք մեզ բյուջե շատ փողեր են պետք, եկեք իրանց կտորը ավելացնենք։ Որ իսկ կարող ենք գործարարության հանդեպ մի քիչ ավելի լուրջ վերաբերմունք ունենանք, որովհետև ապրում ենք 21-րդ դարում եւ մանավանդ երիտասարդ գործարարները երկու քայլով կարող են ճշտել, թե որ երկրում իրանք ավելի լավ արտոնյալ պայմաններով կարող են աշխատել։ Իսկ ինչի թվեր չի հրապարակվում, թե քանի տոկոս կրճատվել են, հա, գործարարների քանակը Հայաստանի մանավանդ մեր համար շատ կարևոր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Շրջանառվում է թիվը 2-3000-ի շուրջ, հա։ Ինչի մենք դա չենք վերլուծում, ինչի դա չի հանդիսանում որպես կարմիր լույս, որ լսեք, մի բան այն չի։ Հիմա բացատրեմ, էլի ամբողջ խնդիրը ինչի մեջն է։ Հանրության մեջ տպավորություն կա, որ գործարարը չի ուզում 5%-ով ավել հարկ վճարի, այդպես չի։ Մենք խախտել ենք կանոնները։ Ինչի են բիզնեսը կիսել միկրո, որը որ իդեպ ձախողեցինք ու մեղավորները չճանաչվեցին, բայց դրանից արագ հրաժարվեցինք, որը շատ ճիշտ որոշում էր, որ պետք է լինի միկրո բիզնես, փոքր բիզնես, միջին բիզնես եւ խոշոր։ Մենք փոխանակ այդ կոնվեյերը աշխատացնենք, ավելացնենք գործարարների քանակը, ավելացնենք մեր երկրում գործարարությամբ զբաղվող մարդկանց քանակը, ներգրավենք երիտասարդներ, ներգրավենք կանանց տնտեսության մեջ։ Մենք ինչ ենք անում։ Ստեղծած արդեն ինչ-որ մի բան տենց հազիվ օրը օրին հասնող գործարարին, ասում ենք, հիմա դու ավելի շատ հարկ կվճարես։ Ինք ունի երկու ճանապարհ։ Կամ ինքը գնալու է մոխրագույն դաշտ, կամ ինքը գնալու է այլ երկիր գրանցվի։ Այսօր դու շատ հանգիստ 24 ժամվա մեջ աշխարհում կարող ես քո բիզնեսը բացել, հարկային ռեժիմները հասկանալ ու ավելին ասեմ, մենք էլ այդ կողմից կարող ենք նաև գրավչական դառնալ այլ երկրների համար հետաքրքիր գործարաններ բերելու, որովհետև սա ընդհանրապես եկամտահարկի ներողություններ, հարկի ավելացում չի շրջանակ, սա ընդհանրապես մոտեցումն է պետության գործարարությանը, որովհետև դու ազդակներ ես տեսնում, որ ընդհանրապես մենք մի ձև ունենք, Բարս, եթե մի քիչ շատ չծանրաբեռնենք եթերը, հա, բարդ տերմինոլոգիայով, մենք բավարարվում ենք ցոգոլ վաճառելով։ Մեզ ծիրան պետք չի, մեզ չիրե պետք չի, շոկոլադապատված չիրե պետք չի, բրենդավորված շոկոլադապատված չիրե պետք չի, մենք չենք այդում այդ ուղղությամբ։ Մեզ բավարար է ծաղիկը պոկենք, ջարդենք, վաճառենք կամ ցոգոլը վաճառենք։ Հերիք է մեզ։ Այդ նույն բանը մենք անում ենք հիմա գործարարության հետ։ Մենք չենք թողում, որպեսզի չենք ստեղծել նպաստավոր պայմաններ, լավ կլիներ, որպեսզի պատասխանատու բոլոր մարմինները մի հատ նայեն այդ կոնվեյերը աշխատում է թե ոչ։ Տարեկան քանի երիտասարդ է գրանցվում որպես գործարար։ Իրանցից քանի տոկոսն է դառնում միջին ու փոքր, ներողություն փոքր հետո միջին, ու քանիսն են միջինից դուրս գալի միջազգային շուկաներ, որովհետև մենք
ամբողջ կանոնները խախտել ենք ու ասում ենք դե Հայաստանում բավարար պայմաններ չկա, ապրանքը փորձի վաճառել դուրսը։ Ես իմ այդ կարևոր բան ասեմ, շատ վտանգավոր ազդակ է, երբ որ ասում ես չես կարող աշխատես, դուրս ապրանքը թանի վաճառի, ինքը կարող է ամբողջովին դուրսը գրանցվել։ Բայց այդ դեպքում ինչ է կանելու։ Մենք պետք է գիտակցենք, չէ՞, որ դա շատ կարևոր բան է, ու հետեւաբար հարկային գործիքակազմը ինքը այնքանով կարևոր է, որ ստեղծում է հավասար պայմաններ, հավասար զարգանալու համար։ Այո, պետությունը պետք է մասնակցություն ունենա, այո, մարդիկ պետք է հարկեր վճարեն։ Բայց եկեք այնպիսի համակարգ դնենք, որ մարդ երբ որ հարկ է վճարում, ինքը հասկանում է, որ այդ հարկով ինֆրաստրուկտուրա է ձևավորվում։ Այդ հարկով կրթությունն է բարելավում։ Գործարարը տեսնում է, որ իր մոտ գալիս է չկրթված անձնակազմ, պետական բոլոր դպրոց, բուհ եւ այդ ամբողջ կոնվեյերից։ Ինքը տեսնում է, որ ենթակառուցվածքները չեն աշխատում, ճանապարհները մաքրված չեն կամ լուսավորված չեն, ինքը տեսնում է, չի կարող ապրանքները հասցնի պահեստավորված չի, մշտապես կա վերին լարս, հա, ու իրան ասում են, դե որպեսի լավ ապրես, պետքա հարկեր շատ վճարես։ Ուղղակի խեղդել։ Ինքը ստեղծում է մի հատ իրավիճակ, երբ որ դու հասկանում ես, որ դու քո խնդիրներից մնացել ես մենակ։ Նայեք, ինքը տուպիկային իրավիճակ է գործարարի համար, որտեղ գործարարը պետք է 3-ից 5 տարվա զարգացման պլան ունենա։ Տեսեք, միկրոձեռնարկատիրությունների գաղափարը ինչքան լավն էր, հա, մտցնելուց ռիսկերը չգնահատվեց, հետո ասեցին փոքրները դառան միկրո, այնինչ էդի ակնհայտ էր պետք է հաշվարկված լիներ ու այդ մարդկանց պետք է բռնեին դատեին։ Դրա պատճառով առելի մեծ քանակությամբ, երբ որ հանեցին, առելի մեծ քանակությամբ գործարարներ, որոնք միկրո էին գրանցվել, մանավանդ մարզերում, հյուրատներ, վարպետաց դասերի խմբակներ եւ այլ, բոլորը փակվեցին։ Որովհետեւ իրանք չեն կարող, ու դա լրիվ նորմալ է, հա։ Տեսեք, մենք չենք կարող 4-րդ դասարանի երեխային պահանջել, որպեսզի ինքը մեզ տա բարձր մաթեմատիկական խնդիրների լուծումներ։ Ակնհայտ է, չէ՞ որ ինքը պետք է ճանապարհ անցնի։ Տեսեք, հետաքրքիր է Հայաստանում, եթե գնահատելիս լինենք բիզնես միջավայրը, ապա այ գնահատման բալային սանդղակում, հա, մինչև 10 միավոր դուք ինչպես եք գնահատում այդ միջավայրը, որովհետև տեսեք, հաճախ լսում ենք, որ օրինակ բիզնես գրանցելը այդքան բարդ չէ Հայաստանում, բայց հետագա քայլերը, այլ հետագա վարչարարությունը լրջագույն խնդիր է ստեղծում եւ նաեւ ես ներկայացրի մոտավորապես այսպես 30% աշխատանքի ժամանակի գնում է միայն այդ վարչարարության վրա։ Դե այստեղ ամբողջովին պետք է արդար լինես, հա, որովհետեւ մեր քննարկում ինքը քաղաքականության մասին չի։ Սա հերթական քաղաքական բամբասանքը չի, էլի։ Եկեք բիզնես աշխարհում ամեն ինչ շատ հստակ է։ Իրերը կոչվում են իրանց անուններով, որովհետև ամեն վարկյանը փող է, գումար է, որ ինչ-որ մեկը դրա համար վճարում է։ Հա, ու ամենակարևոր շատ ճիշտ էր ձեր մեջբերման մեջ, այս ամեն ինչի համար վերջում վճարում է վերջնական սպառողը։ Մեր քաղաքացին, որը չի կարող հասկանա ոնց եղավ, որ Հայաստանի Հանրապետությունում, հա, ապրանքները ավելի թանկ են ու մենք թանկ քաղաքում ենք ապրում, տարածաշրջանային ամենաթանկ քաղաքն ենք։ Լուրջ խնդիր է նաև զբոսաշրջության տեսանկյունից, որտեղ այդ ինֆորմացիան տարածվում է, որ Երևանը թանկ քաղաք է, Հայաստանը թանկ երկիր է։ Հիմա, երբ որ դու հասկանում ես, որ իրերը պետք է իրանց անուններով կոչես, այո, վերջի շրջանում չկա այդ քանակության միջամտություններ պետական մարմինների կողմից դեպի բիզնես։ Բայց դա եկեք պայմանավորվենք, դա նորմալ է։ Նախկինում էր անորմալ, անընդհատ այսպես միջամտությունը։ Տեսեք, մենք չպիտի ապրենք, դրանից առաջ է Տիգրան Մեծը կար։ Հիմա ինչպեսի բիզնես միջավայր ինքը ձևավոր է։ Եկեք դա վերլուծենք, որտեղ այտենց որ գնանք, գիտեք ուր կգնանք կա հասնենք։ Հա, մի ժամանակի ընդհանրապես բիզնես չկար։ Մեզ դա ընդհանրապես հետաքրքիր չի։ Դա մենք պետք է հասկանանք, որ երբ որ պետությունը չի միջամտում բիզնես գործունեությանը, այսինքն միջամտել, եկեք հասկանանք դա ինչ նկատի ունենք, արհեստական խոչընդոտների ստեղծումը հավասար մրցակցային դաշտ, դա նորմալն է։ Այդ նորմալ միջավայրը մենք հիմա ունենք։ Հա, հիմա եկավ ամենակարևորը, այսինքն կարող ես բիզնես գրանցել եւ այլ։ Հիմա այստեղ խնդիր ուրիշ բանի մեջ է։ Մենք պետքա գիտակցենք, որ մենք յուրահատուկ տարածաշրջանում ենք ապրում, յուրահատուկ իրավիճակ է աշխարհում ու կերակրող սնուցող անոթը գործարարն է։ Մենք պետք է դրան ուշադրություն դարձնենք, թե ոչ։ Ասել ընդհանրապես ես քեզ չեմ միջամտում, դու ոնց ուզում ես աշխատի, այդպես չի լինելու, որովհետև բոլոր պետությունները իրանց բիզնեսների համար արտոնյալ պայմաններ են ձևավորել։ Ու շատ շրջանառվում են գաղափարը, որ այս հարկային ռեժիմների խստացումը, որ իդեպ ասած ոչ միայն Հայաստանում է, Ղազախստանում նույն ձև սկսվել է, դա պայմանավորված է նրանով, որպեսզի ԱՊՀ բոլոր երկրներում ձևավորվի մի համակարգ։ Այսինքն գաղափարը նա մասին է, որ հավասար պայմաններ, բայց մենք հավասար իրավիճակում չենք գտնվում։
Մենք լոգիստիկ խնդիրներ ունենք։ Մենք ունենք խնդիրներ արտարժույթի հետ։ Մենք մշտական խնդիրներ ունենք անվտանգության հետ։ Մենք ունենք խնդիրներ երիտասարդությունը չի ձգտում, չի ցանկանում կամ պատշաճ պատրաստված չի աշխատանքին։ Այսինքն առելի մեծ մարտահրավեր ունի այսօր գործարարը։ Մի հատ էլ մենք ասում ենք, գիտես ինչ, մենք տես նստեցինք, որոշեցինք, բավականին արտոնյալ էր քո իրավիճակը։ Տես, մենք էլ չենք միջամտում, չենք խանգարում, բայց դրա համար վճարի եւս 5%։ Այդպես ո՞նց կլինի։ Այսինքն խնդիրը մենք պիտի հակառակ իրավիճակը ձևավորենք։ Մենք պետք է նպաստենք, որպեսզի ձևավորվեն ոլորտային ասոցիացիաներ, ուժեղացնենք այդ ոլորտային ասոցիացիաները, որովհետև միայնակ բիզնեսը չի կարող վերլուծական աշխատանք կատարի։ Որպեսզի ասոցիացիաները եւ ոլորտային կազմակերպությունները կոնկրետ ոլորտների համար քաղաքականություններ մշակեն 3-ից 7 տարվա համար։ Այսօր մի հատ իրավիճակում ենք մենք ապրում, նույնիսկ 3 տարվա ռազմավարությունը համարվում է երկարատև, առաջ 10 տարի էր համարվում։ Բայց հիմա տեսեք, այդ քաղաքականության մեջ շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, չի կարելի գոնե 2-3, նու ինչ-որ մառատոնյա պետք է մտցվի, 3 տարի մեկ հարկային օրենսդրությունը չի կարելի փոխել։ Այսինքն տպավորությունն է, որ մեր մոտ ամենահաճախակի փոխվող օրենսդրությունը դա հարկայինն է։ Ես հասկանում եմ, ուզում եք գումար շատ ստանաք, ժողովուրդ ջան, բայց էլի մի քիչ, ասում եմ, օրինակ կլինի 1000 ներողություն, օրինակը իհարկե տեղին չի, բայց մոտավոր կլինի այդ կովը մի քիչ շատ խոտ ուտի, նոր կթենք։ Էլի կթեք, բայց թողեք մեկ դաշտ ցույց տվեք, մի հատ լավ դաշտ տարեք, արոտ դաշտ տվեք։ Այ մարդ, ո՞նց կարանք մենք ասենք դաշտը էս, հա, ուտելիքն է չկա, բայց դու կաց շատ ու։ Չի աշխատի այդ համակարգը։ Մենք ավելի ինչու եմ ես ասում, գրավչությունը ակնհայտ է, որովհետև խնդրում եմ, թվերով նայեք, օտարերկրյա ներդրումները դեպի Հայաստան։ Տեսեք, մենք բաց երկիր ենք, ամեն ինչ բաց է, բոլոր հնարավորությունները կառավարությունը ցանկացած հարցով պատրաստ է լինել ցանկացած բիզնեսի կողքին։ Բայց այդտեղ էլ ասում են մենք ունենք անվտանգության խնդիր, սկսում են նշել տարբեր խնդիրներ, դրսից օտարերկրյա ներդրողների համար գայթակղից չի մեր բիզնես դաշտը, միջավայրը, պայմանավորված տարբեր խնդիրներով, հատկապես անվտանգ։ Ինչի մենք էդի գիտակցում ենք օտարերկրյա ներդրումների պարագայում ու հայտարարում ենք, բայց չենք գիտակցում նույն բանը, որ նույն ձևի ապտակով վերադառնում է տեղական բիզնեսին։ Մեր տեղական բիզնեսը այսօր ստիպված հաշվի առնելով վերին Լարսի կայուն փակումը, որտեղ մենք արդեն դա ենք համարում կայունություն, եթե վերին Լարսը փակվել է, ուրեմն ճիշտ ձուն է եկել, հա, մենք մեր գործարարը ստիպված 8 ամսվա ապրանք է գնում, հումք է գնում է ինչու, այսինքն ինքը իր շրջանառու միջոցները չի օգտագործում բիզնես հնարավորությունները զարգացնելու համար, այլ պահեստավորում է, որտեղ գիտի, որ հեսա ճամփեքը կփակվեն, ինքը հումք չի ունենա, ապակյա տարա չի ունենա եւ այլն, կամ հակառակը իր ապրանքը ուղարկում է օպերատիվ ինչ-որ պահեստ, հա, վճարում է հավելյալ գումար, որպեսզի վերի Լարսից այն կողմ ապրանքը պահպանվի, որ 4 ամսվա մեջ երբ փակ կլինի կամ ինչ-որ խնդիր կլինի, գոնե այդ ապրանքը գնա, որ պայմանագրով ինքը տույժեր չունենա։ Մենք ինչի այդ ռիսկերը չենք տեսնում մեր գործարարի համար, բայց այդ նույն ռիսկերը օտարերկրյայի համար ասում ենք։ Չէ՞ որ առաջի հերթին առաջի ցուցիչը օտարերկրյա ներդրումներն են։ Եթե դու ունես բիզնես միջավայր, ապա կան օտարերկրյա ներդրումներ։ Եթե չկան օտարերկրյա ներդրումներ, մնացածը ամբողջովին, հա, ներքին լսարանի համար ընտրաշավից առաջ խոսքեր են։ Միակ արդար ցուցիչը օտարերկրյա ներդրումներն են։ Եթե քո երկրում կա բավարար գործարար միջավայր, միանգամից հայտնվում են օտարերկրյա ներդրումները։ Իրանք գիտեն ինչ արտադրեն, որտեղ արտադրեն, որտեղ վաճառեն։ Բայց երբ որ իրանք ընթացքում զգում են իրանց համար անկախեցելի իրավիճակներ, օրենսդրական, անվտանգային, հումքի հետ կախված, ինչի մենք չենք ասում, որ մեր էներգակիրները տարածաշրջանում բավականին թանկ են։ Մեր ապրանքը արհեստացին ավելա, հա։ Պարոն Ալեքսանյան, տարիներ շարունակ մենք անընդհատ բարձրաձայնում ենք, թե ինչպիսի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում ունենք, ինչպիսի ոլորտներ ունենք, որոնք այսպես իրենց զարգացման պիկին են հասել, բայց հիմա տեսնում ենք, որ մեծ մասը այդ ընկերությունների ՏՏ ոլորտի սեփական արտադրանք չունեն։ Այլ երկրների համար են աշխատում, outsource եւ ձեր գնահատմամբ ինչ խնդիրներով է սա պայմանավորված, այն նույն ինչ նշեցինք զրույցի սկզբում, սա մի ոլորտ էր, որ պիտի շահագրգիռ լինեինք նաեւ աշխարհին ցույց տալու, որովհետեւ կարծեք թե երկիրը ուներ դրա համար բավարար պոտենցիալ, կադրեր եւ այլն։ Նախ դա ի սկզբանե պարզ է, որ մեր ՏՏ ոլորտը outsource-ի վրա է։ Երբեք ՏՏ ոլորտը չի թաքցրել դա,
այսինքն բաց ակնհայտ էր, ընդհանրապես այդ ժամանակ դա պուպուշ էր երևում ու շատ սիրուն էր հնչում։ Տեսեք, մենք ունենք դիվերսիֆիկացված տնտեսություն ու մեր ՏՏ ոլորտը զարգանում է։ Ու մենք մտածում ենք, որ ՏՏ ոլորտը զարգացման մեջ ինքը իրանով որպես ոլորտ չի զարգանալու։ Այսինքն, տենց պայմանական այսուհետև 150 տարի մենք մնալու ենք նույն կոդավորման վրա։ Արհեստական բանականությունը գոյություն չպետք է ունենար, որ այնինչ այդպես չի, այդ ոլորտ այդ եզակի ոլորտներից է, որ կայծակնային զարգացում ունի ու շատ դեպքերում անտրամաբանական։ Նույնիսկ չգիտես, որ փոփոխությունը ինչպեսի ազդեցություն կունենա ու ոնց կփոխի ոլորտը։ Հետևաբար, այստեղ ամենակարևորը շատ ճիշտ նշեցիք, մենք պետք է ի սկզբանե որպես պետություն մեր ռազմավարության մեջ ոչ թե տարանջատեինք ՏՏ ու ոչ ՏՏ, որտեվ մի բան ես ասեմ, շատ կարևոր է, տեղ ոլորտ են ասում, այսօր աշխարհում այլևս գոյություն չունի տեղ ոլորտ, բոլոր ոլորտները տեղ են։ Բոլոր շատ հնարավոր է 10-20 տարի հետո արդեն Հայաստանում, բայց ես հուսամ արդեն առաջատար ընկերությունների 2 տարի հետո կլինի նաև ձեր սեփական արհեստական բանականությունով ձևավորված բանը, փորձագետը։ Ու դա նորմալ է, որ լրատվականը ունենա իրը, հայ ու ամբողջ աշխարհը դրա ավատարներով, այսինքն աշխարհը ամենուրեք հա տեխնոլոգիաները, ֆուդ տեղ գոյություն ունի, մեդ տեղ գոյություն ունի, ֆինտեղ գոյություն ունի, էդու տեղ, այսինքն աշխարհում բոլոր ոլորտներում այսուհետև, հա, էլեկտրականության մտել է տեխնոլոգիաները, բայց մենք այդ բումը բաց թողեցինք։ Ինչու, որովհետև մենք ֆիքսվել էինք իրենք մի բանի վրա, եթե իրենք վարձակալեն ծրագրավորող Եվրոպայում կլինի $8,000 պայմանական, մենք դա կանենք 2000-ով։ Այսինքն մենք փող ենք փախցնում։ Դա այդպես է կոչվում, դա բիզնես չի։ Բիզնեսի մեջ, երբ որ դու արժեք ես ստեղծում ու երկարատև հարաբերություններ, հիմա ո՞րն է մեր արժեքը։ Մենք էժան էինք։ Մենք հերիքա դարձանք ոչ էժան, մեզ փոխեցին ու լավ արեցին։ Բիզնեսում շատ արդար է։ Հա, էժան չես, փոխում են, որտեղ ուրիշ արժեք չկար։ Այ եթե մենք մտնեինք այնտեղ, որտեղ որ մեր տեխնոլոգիաների միջոցով ձեռք բերեինք քանակությամբ աշխարհում հաճախորդներ, որ մեզանից օգտվեին, ինչ որ մի պրոդուկտով ու դրա վրա ասել։ Ես չեմ ասի, որ բաց ենք թողել, որովհետև ոլորտը այնքան արագ է զարգանում։ Հենց հիմա մենք պետք է կտրուկ շեշտադրումը միայն դրա վրա դնենք։ Մենք պետք է դնենք, եթե տեղ ոլորտը, ապա պրոդուկտով է։ Եթե մենք գյուղմթերք ենք ուզում աշխարհում արտահանենք, ապա 3-4 մակարդակով վերամշակված, հա, մենք երբևէ չպետք է հանենք հումք, մենք չպետք է ուրախանանք, որ ծիրանը արտահանվում, մենք պետք է ուրախանանք, որ ոնց որ նշեցինք, շոկոլադապատված ծիրանն է, բրենդավորված ու մարդիկ բրենդ են գնում, ու այդ տուփի քաշը չգիտեն, որովհետև հայկական բրենդը քաշ չունի, ինքը իրանով բրենդ է։ Այ եթե մենք ռազմավարությունը դրա վրա ենք դնում, ու բոլորիս մեր հարկատուների այդտեղ մարդիկ հասկանում են, լսեք, մենք սրընթաց գնացք ենք նստել, ինչքան է պետք հարկը ավելացնենք, եկեք ավելացնենք, բայց առաջ անցնենք, բայց երբ որ մենք հասկանում ենք, որ խնդիրը ձևավորվել է նրա մեջ, որ եղած իրավիճակում գրեթե ոչ մի բան չի փոխվելու, մեզ նորից մատուցելու են այն երևույթը, որ նորմալ է, ինչպես նշեցինք, լրիվ նորմալ է, որ պետությունը չպետք է խանգարի բիզնեսին, բիզնեսով զբաղվել։ Այդ նորմալ իրավիճակում մեզ ասում են հիմա հարկերն են բարձրանում, մարդկանց մոտ ակնհայտ հարց է չի առաջանում, ինչի համար։ Հա դուք ընդհանրապես պատկերացեք էլի, եթե կյանքում հանկարծ միամիտ կտրուկ իրավիճակ փոխվի, ձեր մոտ հարց կառաջանա, չէ, ինչու համար ես պետք է վճարեմ։ Լրիվ նորմալ է, բայց մենք պետք է հասկանանք, չէ, որ աշխարհը փոխվում է, միգուցե կառավարությունը ձևավորում է գործադիր մարմինը ձևավորում է ինչ-որ պահոստային ֆոնդ կամ ինչ-որ հատուկ վենչորային ֆոնդ, որով որ պետք է եկեք բաց խոսենք, ասենք Ժորժ ջան, այս սրա համար էսա ստեղծվում։ Այ մենք ձևավորելու ենք այսինչ հաբը, հա, որովհետև աշխարհի բոլոր պետությունները հիմա ստեղծում են լոգիստիկ հաբեր, արհեստական բանականություններով հաբեր, իսկ մենք փորձում ենք համալսարանները տեղաշարժենք։ Աշխարհում ընդհանրապես ոչ մի տրենդային իրադարձություն չի դա։ Ընդհանրապես մարդիկ չեն հասկանում ինչի մասին է։ Ակադեմիական խաղաղ։ Իհարկե։ Դա չէ որ դա տնտեսական ազդակել է եւ Երբ որ ձեր պետություն, հիմա կներեք, Հայաստանի մասին տնտեսությունը դու բացեք, իր կարդում ես ակադեմ գարադը, սեսնու ակադեմիական քաղաքը, չէ՞, շատ լավ է։ Իր տնտեսական բաղադրիչը որտեղ է։ Որտեղ կարող է ներգրավել օտարերկրյա ներդրողները։ Աշտարակի կենտրոնում։ Ինչպես։ Աշտարակի կենտրոնում ինֆրաստրուկտուրաները զարգացնել, ներդրումներ անեն, չգիտեմ։ Հիմա կարող են դա անել, ով է իրանց միջև այդ արգելում։ Հետևաբար ամբողջ գաղափարը իսկ մենք ինչու չենք ստեղծում կլաստերներ թեթև արդյունաբերության մեջ, ինչու մենք չենք ստեղծում կլաստեր կաթի ամբողջ շղթայի վերամշակման մեջ,
որպեսզի մեր կատնամտերքը ինչպես ֆինլանդականն է, մեկ բրենդով դուրս գա աշխարհ եւ այսինքն երբ որ դու տնտեսական ազդակներ ես աշխարհին տալիս կամ ինչ-որ հաբ ես ստեղծում, հա, դա ավելի է գործարար միջավայրի վրա ազդող երևույթ, քանց մենք ամեն օր, իդեպ ասած, սա էլ է շատ կարևոր, հա, էմոցիոնալ գնահատականն է բավականին վատ է, որովհետև իրենք ասում են մենք բարձրացնում ենք, հա, մեկ էլ սկսում է քննարկումներ ու ասում են որոշել ենք 6 ամսով տեղաշարժենք։ Սա նոր միտում է։ Այսինքն սա ինչի մասին էր, էլի։ Եղավ ճնշում, եղավ հասարակության կողմից դա էլ է ազդակ, հասկանում եք, դա էլ է վտանգավոր բան, որովհետև նշանակում է, որովհետև մի անգամ ձեր Բայց նաև ասում են 6 ամսից հետո անելու ենք, այսինքն անխուսափելի է լինելու կյանքի կոչում այս փոփոխությունների։ Դե մենք հասկանում ենք, որովհետև հարկային պարտավորություններ կան եւ մենք ունենք նախորդ տարվանից չհավաքագրված գումար, այս տարի կա նպատակ, որպեսզի դա հավաքագրվի։ Ու մենք հասկանում ենք, չէ՞, որ լիքը տեղերում, բայց միևնույն ժամանակ մենք ազդարարում ենք, հա, որ օրինակ պայմանական եկեք սենց ասենք, էլի, բանկի աշխատակցի եւ մարդու սխալը պետությունը եկամտահարկից փոխհատուցելու է։ Ինչի ենք մենք վատ кейսերը փոխհատուցում, հա, եթե այդտեղ կա մասնագիտական մոտեցում, բանկում կան պատրաստված մասնագետներ, որ պետք է ռիսկերը գնահատեին եւ ամեն մարդուն վարձ չտային։ Հիմա իրանք ձևավորել է մի հատ քանակ, դա ներկայացնում է որպես սոցիալական աղետ, մարդու, բայց ոչ, այնտեղ կան կոնկրետ երկու մասնագետ, որ պետք է ստուգեին, նոր վարկը տային։ Հիմա պետության փողը մենք այնտեղ ենք ուղղորդում, բայց այն մարդիկ, որ արժեք են ստեղծում, հա, եկեք պայմանով իրանց տակ, եկեք ասենք ոչ թե բոլոր փոքր միջին բիզնեսներն են 5%-ով աշխատելու, այլ են փոքր միջին բիզնեսները, ովքեր պայմանական ամեն տարի գոնե մեկ աշխատակից ավելացնում են, այսինքն սոցիալական կարևոր դեր են կատարում, թիմ ավելանում, բրենդ են ձևավորում, այն բրենդները, որոնք դուրս են գալի marketplace-ով հայկական ապրանքը գովազդում են եւ այլ, իրանք 5%-ով են աշխատելու։ Եկեք պայման ձևավորենք 5%-ի համար, պայման ձևավորենք 10%-ի համար։ Հիմա կասեք, ախր չէ՞ որ օրենսդրությամբ իդեպ ստեղ շատ արդար է, էլի, ֆինանսների նախարարությունը շատ կտրուկ է դրա մասին արձագանք է ու շատ տեղին, որ 10%-ի մասին խոսքը չի, այնտեղ կարող են իրանք թուղթագրել, եւ գրեթե շատ դեպքերում ավելի քիչ է լինելու հարկը։ Բայց մենք իրավիճակում հասկանում ենք, չէ՞ որ այդ թուղթը միշտ չի որ կա ու մեր մոտ ձևավորելու է այն միջավայրը, ինչպես եղավ մեր երևանյան սուպերմարկետներում, երբ որ Իրանից եւ Վրաստանից միրգ բանջարեղենը ավելի ձեռնտու է բերես վաճառես, քան հայաստանյանը, որտեղ թուղթ չկա։ Ու արդյունքում գյուղացին իր ապրանքին մնում է մենակ։ Բայց չէ՞ որ մենք ենք խաղի կանոններ ձևավորողը։ Պարոն Ալեքսանյան, մի խնդրի նույնպես անդրադառնանք, Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց դիվերսիֆիկացնել արտահանումը, կառավարությունը որոշեց սուբսիդիաներ տրամադրել արտահանողներին, որոնք Եվրամիություն են արտահանում։ Սա որքանով ոլորտին օգուտ կբերի, տեսեք, մենք վերջին շրջանում անընդհատ խոսում ենք այդ դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, բայց նույն այդ վիճակագրությունը բոլորովին այլ բան է, հա, ցույց տալիս, օրինակ մենք խոսում ենք ԵԱՏՄ-ից որոշակի առումով փոխվելու մասին, բայց վիճակագրությունը մի քանի անգամ ավել է ցույց տալիս նույն ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունը, իսկ Եվրամիության հետ 30%-ի անկում եւ այլն։ Հիմա այսպիսի ծրագրերը կառավարության որքանով կարող են խթանել դեպի Եվրամիություն արտահանումը եւ գայթակղիչ լինել արտահանողների համար, համեցեք։ Դե առաջին պետք է անդրադառնանք այն բանին, որ մենք հունվար ամսվա մեջ ունենք 49%-անոց անկում արտահանման մեջ, որը հիմա արդեն գոնե մասնագետները, ովքեր ժամանակին չէին ընդունում, կընդունեն, որ դա վերարտահանման անկումն է, հա, ու երբ որ մեզ ներկայացնում են որպես դիվերսիֆիկացիա արաբական էմիրությունները, մենք հիմա գիտակցում ենք, որ արաբական էմիրությունները էլ չի ներկայացվում որպես ձախողման, չէ՞։ Եթե մենք հիմա անկում ունենք 50% արաբական էմիրություններ, դա պետք է ներկայացվի հիմա որպես ձախողում։ Այնիշ մենք կտրուկ հասկանում ենք, դա ոսկին էր, որը գալիս էր Ռուսաստանից եւ գնում էր էմիրություններ։ Բոլորը դրա մասին գիտեին, նույնիսկ բող վաճառողը։ Հիմա ամբողջ թեմայի մեջ ստեղ գաղափարը հետեւյալն է։ Մենք ասում ենք արտոնյալ պայմաններ ենք որոշել ձևավորել դեպի Եվրոպա։ Okay, ում համար։ Եվրոպացիների եւ չունենք նույնիսկ լաբորատորիաներ, որտեղ պիտի այդ ապրանքները փորձաքննության ենթարկվեին, համապատասխանում են այդ չափանիշներին։ Մենք հենց հիմա խնդիր ունենք։ Մենք ասում ենք ՏՏ ոլորտը, որը միշտ եղել է բոլոր վարչակազմերի սիրած երեխան։ Բոլոր միշտ սիրել են, որտեղ սիրուն է, պուպուշ է, լավ է դա երևում, ցուցահանդեսներն են սիրուն, գնում ես ՏՏ ոլորտ, շատ սիրուն է, հա, ու մենք միշտ կողնենք, բայց պարզվեց պատմական անկում ունենք,
քանակության պակասել են մասնակիցները, քանակության պակասել են բիզնեսները ու չունենք շատ չնչին է տոկոսով ապրանք ստեղծված տեղ ընկերությունները, բոլորը նստած էին աուտսորսի վրա։ Հիմա լավ, եկեք կարող է այդ նույն սխալը չկրկնենք, այսինքն մենք ոլորտային արտոնություններ չստեղծենք։ Մենք ստեղծենք կոնկրետ ուղղվածությամբ, այսինքն ասենք, եթե դու արտահանում ես քո ապրանքը Գերմանիա, այսինչ խողովակով, այսինչ ապրանքը, ապա մենք դա գիտեք ինչ է պահանջելու, վերլուծական աշխատանք։ Դա պահանջելու է, որպեսզի ինչ որ ասեցի, ոլորտային ասոցիացիաները իրենց տնային աշխատանքը եւ նախարարությունները իրենց տնային աշխատանքը լավ կատարեն։ Այսինքն մենք մի հատ վերլուծենք, տեսնենք, թե որտեղ, թե չէ, հիմա գիտեք սա ինչի մասին է լինելու։ Հաջորդ տարի մենք 7-8 ցուցահանդես են գնալու Եվրոպա, Դրանով ենք ավարտելու։ Ու մեզ խաբելու են, որ Եվրոպայում բարձր արժեքով ապրանք են առնում, այնինչ Եվրոպան մտել է տնտեսական խնայողական ներողություն, խնայողական վարկագծի մեջ, լյուքս ապրանքները չեն վաճառվում, մեզ խաբում են, որ այնտեղ լյուքս ապրանք կարանք վաճառենք, մենք ամենաթանկ գինիները հանում ենք այնտեղ, իրանք չեն հասկանում, թե ինչի պետք է մեր թանկ գինին առնեն։ Որը ոչ մի բանով չի զիջում իրենց օրինակ 2-3 եվրոյանոց։ Ու մենք ունենալու ենք այդ իրավիճակ, որ վերջում գործարարն է մեղավոր լինելու, ոնց որ եղավ Լաստանավի դեպքում։ Վերջում ով էր մեղավոր, գործարարը։ Նախարարությունը Լաստանավը վարձակալեց, գործարարը չօգտագործեց, ով է մեղավոր, գործարարը։ Իսկ նախարարությունը կարող է խոսել գործարարի հետ։ Կարող է մեզ դա պետք չի։ Այ երբ որ մենք ոլորտային ենք ստեղծում, որտեղ կան ապրանքներ, որոնք Եվրոպայում, այո, հայաստանյան ապրանքներ, դա կլինի բժշկական դեղագործության մեջ, կարող է ինչ-որ բաներ լինի այլ ոլորտներում, բայց սա լուրջ աշխատանք պետք է կատարվի։ Ու հենց իրենց համար ստեղծենք արտոնյալ պայմաններ, որ կարողանանք ստուգենք մեր ծախսած դրամը։ Տեսեք, ամբողջ թեման հետևյալի մասին է, 25-րդ թիվը հայտարարված արդյունավետության թիվ։ Ինքը աճի մասին չի, ինքը գերաճի մասին չի, ինքը նրա մասին չի շուկաներ գրավելու եւ այլ։ Բոլորը այսօր գոռում են արդյունավետության մասին։ Իսկ արդյունավետությունը ժամանակ միավորի մեջ ռեսուրսների ճիշտ օգտագործումն է։ Հիմա մենք պետք է հասկանանք, մենք իրավունք չունենք, ասենք, մենք փոքր երկիր ենք, մեծ երկիր ենք, նախկինում է սա եղել, սրանից առաջ էլ է սա եղել, մեր գիշեր ցերեկը այսպես է, մենք 4 եղանակ ունենք, լավ կներ մի ունենանք, ծով չունենք, էս չունենք, դա աշխարհում ընդհանրապես ոչ մեկին հետաքրքիր չի։ Դու ունես ժամանակ միավորի մեջ արդյունավետ լինելու, լինես գործարար, թե լինես պետական աշխատակից։ Տվել են քեզ ռեսուրս, արդյունավետ աշխատի, չես կարող, եղբայր, մի նստի, մի զբաղվի, նույնիսկ գործարարը չես կարողանում դու ստեղծես արժեք, մի բողոքի, այն մոդեցումը, որ հիմա կա, տեսեք, marketplace-երի հանդեպ համատարած բոլորը բողոքում են, որ Հայաստանում հայտնված marketplace-երը անգործ են թողել փոքր միջին բիզնեսը, ժողովուրդ, իսկ ով է ձեզ ասում ընդհանրապես վաճառել 1000 ներողություն պլաստմաս, չձևավորել մարդու մոտ հավելյալ արժեք, եթե մարդը այդ պլաստմասը կարող է պատվիրի marketplace-ից։ Որտեղ է բացել արժեքը։ Եվ շատ ավելի էժան եւ մարդիկ ապշած մնացին։ Պարզվեց աշխարհի բրենդները իրանք ստեղծված չեն նրա համար, որ դու գնես եւ սերվանդում պահես։ Պետքա մեկ-մեկ էլ հագնես, որովհետեւ մաչելի է նույնիսկ հայաստանյան աշխատավարձով կարելի է դա գնել։ Ու այդ ամեն ինչը հասանելի դարձավ մարդու համար։ Հիմա մարդիկ ասում են մենք վարձակալություն ենք վճարում, ես ենք մեզ ինչ։ Բիզնեսում այդպես բան չկա։ Ոչ ոք չի առնում քո ապրանքը, որտեղ դու ինչ-որ աշխատանքներ ես կատարում։ Ինձ դա հետաքրքիր է, իմ մոտ ինքը արժեք ստեղծում է, ես դրա համար վճարում եմ։ Հիմա նույնը պետությունների մեջ է, շատ կարևոր է գիտակցել, որ մենք պետք է մեր արտահանումը սարքենք արդյունավետ, որ ինքը երկար աշխատի, ինքը կախված չլինի դրամի, վերին լարսի եւ այլն։ Եվրոպան մեր համար միանշանակ ամենակարևոր շուկաներից մեկը պետք է դառնա։ Բայց այսպես մոտավոր մոտեցումով չէ, էլի։ Դες որոշեցինք, եկեք այս ինչ բանը սուբսիդավորենք։ Բայց ցեք անդադ էկոնոմիկայի նախարարն էլ է հայտարարում իրականացվող քայլերի մասին, լուրջ քայլերի մասին, որ նույն ապրանքների հետ կապված չափորոշիչների հետ կապված ներդրվում են եւ այս ամենը հայտարարություններից այն կողմ չեն անցնում, պարոն Ալեքսանյան։ Որ չափանիշները։ Ես ընդհանրապես մի չափանիշ եմ լսել, որ գործադիր մարմնի ղեկավարը հայտարարեց, որ լրիվ նորմալ է, երբ որ ցանկացած կառավարություն 50% իր ասածները կատարի։ Հիմա ես մտածում եմ, եթե 50% է կատարվելու, այդ 50%-ի մեջ արդյունավետությունը քանի տոկոս է լինելու, որ ծածկի մեր ամբողջ մի տարվա սպասելիքը։ Շատ քիչ։ Հետևաբար դուք պատկերացնում եք, հա, դուք նստեք տրանսպորտ եւ 50% ինքը քշի, ասի իջեք։ Ես այսքան մեկ կարում։ Ու բոլորը տես 50%-ով աշխատեն։ Շատ վտանգավոր ազդակներ են։ Տեսեք, մենք հենց այդ եմ ասում, ամբողջ խնդիրը ինչի մասին է, քանի որ դաշտը քաղաքական բամբասանքով է հեղեղված։ Դրանից տուժում է տնտեսությունը, դրանից տուժում է գործարար համայնքը, որտեղ գործարարը ինքը այդ ազդակները միանգամից ազգում։
հա, տեսեք, հերիք էր ասել անշարժ գույքի ոլորտում անկում է լինելու, ու մարդիկ ինչ են անում, մարդիկ տուն պետք առնեն, չեն առնում։ Սպասում են, որ դեռ 30% էլ կիչնի, այ մենք ունեցել ենք այդ քննարկումներ։ Տեսեք, ինչ խնդիր ձևավորվեց, քանի որ մենք անգրագետ մոտեցումով փոխանակ ասենք ոչ թե անկում է լինելու, այլ գների կարգավորում է լինելու, որտեղ գները աճել էին սպեկուլյատիվ բաների շնորհիվ, եկամտահարկի հանելու շնորհիվ էր այս ամեն ինչը։ Հստակ օր էր դրված, ըստ դրա մարդկանց վարքագիծը փոխվեց եւ սպեկուլյատիվ պահանջարկ ձևավորվեց։ Դա ակնհայտ էր։ Ընդհանրապես մենք պետք է մեր հասարակության ասենք գները կարգավորվելու են, հարգելի ժողովուրդ, ու մարդիկ, ովքեր տուն են ուզում առնեն, տուն առնեին, որովհետեւ անշարժ գույքի ոլորտը ինքը լոկոմոտիվ էֆեկտ ունի թե դեպի աճ, թե նույնն էլ դեպի ներքև։ Հիմա որ բոլորը դες նստած սպասում են, կամ մենք ասում ենք հիմա Եվրոպա ենք տա։ Հիմա տեսեք, խնդրում եմ, մի վարքյան պատկասեք դուք գյուղմթերք վերամշակող եք։ Ու ձեզ ասում են գնում ենք Եվրոպա։ Եվ այսինքն ոչ մի բան դա չի ասում ես, որովհետև մինչև Եվրոպա հասնի parza այդ գյուղմթերքը կփչանա, համապատասխան արագությունը վստահաբար չի լինելու, այսինքն ոչ մի կերպ դա գյուղմթերք արտադրողին չի կարող ոգևորել։ Գայթակղիչ առաջարկ չի։ Այ ապրեք, եթե մենք գանք նրանից, որ ասենք հարգելի ժողովուրդ, ինչպես Ֆինլանդիան արեց։ Ինքը եկավ ասեց, «Ռոջա, մենք ձևավորում ենք մեկ բրենդ, այդ բրենդի ներքո դա պետական բրենդ է, կամ պետությանը կից կվազի պետական հիմնադրամի բրենդ է, եւ բոլորը չափորոշիչները կատարելու դեպքում, հա, որակի դուք հայտնվելու եք այդտեղ, բայց ոչ ձեզ մարքեթինգ է պետք անել, ոչ բան, որովհետեւ դուք դա չեք կարող անել, ու ես չեմ ուզում դա ձեզանից պահանջեմ, ու լրիվ նորմալ է, որ փոքր միջին բիզնեսը չունենա այդ հնարավորությունները։ Դուք աշխատեք մարքեթփլեյսով։ Այդ ոնց եղավ Ղրղստանից կոշիկը կարա մտնի Հայաստան, իսկ հայաստանյան կոշիկը փոքր միջին բիզնեսի չի կարող գնա հասնի Ղրղստան։ Այ մենք պետք է այդ ձևավորումները հասկանանք։ Ժորժան լիքը բան կա հարևաններից սովորելու։ Դուք տեսեք ինչպիսի ագրեսիվ քաղաքականությամբ զբաղված փոքր միջին բիզնեսը գրավելով առաջ տանելով Թուրքիան։ Ինքը ամբողջովին տրաքասրել է իր արտարժույթը, որպեսզի նպաստի արտահանմանը։ Ասում եմ, ես հիմա շուկաներ կգրավեմ, երրորդ քայլով նոր փողոց կաշխատեմ։ Կարևոր ես հիմա շուկաներ գրավեմ։ Մենք հակառակ ուղղությամբ ենք գնացել։ Մեր տուրիզմը թանկացել է, մեր ապրանքը թանկացել է։ Հիմա էլ մենք ասում ենք, գիտեք ինչ, մենք տեսնում ենք, օտարերկրյա ներդրումները այդքան էլ Հայաստան չեն գալիս։ Դաշտ այդպես է չի, բան, անշարժ գույքի հետ կախված ինչ որ սպասումները շարժը պակասացրել են։ Եկեք մի հատ էլ հարկերը փոխենք, ըստ նշանակություն չունի տոկոսադրույքը քանի տոկոս է։ Ազդակն է վտանգավոր։ Որտեղ գործարարը սկսում է պլանավորել, ասում է, բավոր մի հատ է փոխեն։ Բավոր մի հատ էլ է սանեն։ Այդ բավորները գործարարի կյանքի, ինչպես հարգաժան Վարամներ ասեմ Իրաքյան, այդ 30%-ը դուք նկատի ունեք ինքը ֆիզիկապես է, բա ինչքանն է ինքը նստած մտածում, անի թե չանի։ Մի 30-ն էլ այդպես է գնում։ Մի 30-ն ինքը մտածում է, անի որ, պետք է որ, բա որ փոխվի։ Պատկերացրեք, որովհետև բիզնեսի համար ամեն քայլը դա վտանգ է գումարի տեսանկյունից։ Սա էլ է շատ կարևոր էլի մեր հանրությունը գիտակցեն, այնպես չէ որ այդ մարդը, որտեղ շատ մարդ մտածում է, երբ որ մածունը կամ ես իմ սմետանը, հա, թթվասերը 700 դրամ է, 700 գործարարն է ստանում։ Այդ 700-ի 10-ն է գործարարին է, որ ինքը տարվա վերջ է ստանալու։ Տարվա վերջ, այսօր ոչ թե ամսվա վերջ, որտեղ ինքը վարկային գծեր ունի, ինքը հոսքագի, ինքը պետքա փագի ամբողջ եղածը, տարվա վերջ հարցանա ինքը դիվիդենդներով փող աշխատել է թե ոչ։ Ու ցավոք սրտի ամբողջ աշխարհում, հա, ապրանք արտադրելը դարձել է ոչ եկամտաբեր, որտեղ կան խոշոր արտադրող երկրներ։ Ու այսօր ծառայություններ կան, որը շատ վտանգավոր է, մենք դա պետք է հետազոտենք։ Այսօր երկրներ կան, Ուզբեկիստանը, Չինաստանում այդ ծառայություններն են հայտնվել, ասում են այդպիսի ծառայություններ արդեն շուտով Ռուսաստանում են հայտնվելու, outstaffing, այսինքն երբ որ դու կարող ես արտադրությունը պատվիրակես։ Քեզ պետք է ոչ իման։ Դու ասում ես ինձ այսպիսի բաժակ արտադրի, ես ու քանակությամբ այնտեղ կվաճառեմ։ Որտեղ բոլորի համար շատ կարևոր է արտադրությունը լինի հումքի կողքը, իրանք չունենան լոգիստիկ խնդիրներ։ Մեր բարագայում դա եւս մարտահրավեր է, որտեղ մեր մոտ արտադրությունը, մանավանդ գյուղմթերքի վերամշակում, ինքը նաեւ սոցիալական կարևոր հարց է։ Հետաքրքիր բան էին կարդում, ստատիստիկ ինֆորմացիա, 70% աշխատաշուկան կենտրոնացած է Երևանում։ 70% աշխատաշուկան։ Սա թեև խոսում ենք ապակենտրոնացման մասին։ Բայց մենք պետք է գիտակցենք, չէ՞ որ մեր մարդիկ մարզերում ապրում են եւ պետք է բարեկեցիկ ապրեն։ Այսինքն այն թվերը, որ հնչեցվում է միջին աշխատավարձը, ընդհանրապես կապ չունի մարզերի հետ։ 70%-ի հետ։ Այո, այստեղ գտնվող իրավիճակի ու ավելի ձեզ կասեմ, Երևան քաղաքում էլ 8-ից 10 փողոցի մասին է խոսքը։
Ընդհանրապես դրկությունի ծայրամասերի իհարկե մենք բոլորս գիտակցում ենք, չէ՞։ Ձունը ցույց տվեց հերթականությունը երբ են փողոցները մաքրում։ Շնորհակալ եմ։ Ես էլ։ Առաջինի տաղավարում զրուցում է Էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանի հետ։